Աչափնյակի սիրելի հայրենակիցներ, երևանցիներ, սիրելի բարեկամներ, անչափ շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար։ Տեսեք, ընտրարշավը սկսված է արդեն 7-րդ օրն է։ Հայաստանի քաղաքական ուժերը հանդիպում են մեր ժողովրդին, ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց դիրքորոշումները, իրենց պատկերացումները երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Բայց գործող իշխանությունը, գլխավոր հոգեկան հիվանդը, ընտրարշավի փոխարեն նոպաները սկսվել է եւ հայախառն ելույթներ, մարդկանց ընտանիքներին թիրախավորել, համատարած հիստերիա։ Հիմա հարց, ինչի է կրկին ընկել հիստերիայի մեջ, որն այս ամեն ինչի պատճառը։ Պատճառը հետեւյալն է։ Դուք տեսնում եք Երևանում ընտրարշավի մեջ է ամեն ծառ եւ թփի տակ որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե հասանելիություն ունենում է իրեն մոտենալու, հանդիպելով փոխանցում է հետեւյալը, որ դու հայրենիք հանձնած, Արցախ ծախած 5000 մարդու զոհվելու պատճառ դարձած մեկն ես եւ վերարտադրվում ես, որ ինչ անես, հիմա ինչը հանձնես։ Եվ ես ողջունում եմ բոլոր այդ քաղաքացիներին եւ դա պետք է շարունակվի ու իրեն ամեն պատի տակ պետք է հիշեցնել, որ ինքը դավաճանա, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի արչեւ ստանձնած իր նոր խոստումները։ Դուք ստեղ գալուց առաջ տեսակ ժողովուրդ։ Այսօր Չարիքը Աչափնյակի տարածքում էր եւ ամեն մի խաչմերուկում ոստիկանություն էր կանգնած։ Ամեն մի պատի տակ, ծառի տակ շարված են։ Այդ անընդհատ որ խոսում է ժողովրդավարությունից, այդքան զորքերով փորձում է ամեն ինչ անել, որ իրեն հասանելիություն ունենան միայն իր կողմնակիցները, միևնույնն է չի ստացվում եւ շարունակ պետք է հիշեցվել։ Այս մարդու հիստերիայի պատճառը դա է, ինքը հասկանում է, որ իշխանությունը կորցնելու է, հետեւաբար շատ ըմբռնումով մոտեցեք։ Մենք չենք հայոյելու։ Աշխարհի բոլոր հայոյանքները իրեն իր արածի դիմաց բավարար չեն։ Մենք չենք թույլ տալու, որպեսզի ինքը շեղվի օրակարգից։ Ինքը պետքա պատասխանի երկու հարցի։ Անընդհատ այդ հարցը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներ, ովքեր տեսնում են, պետքա տան։ Այդ հարցը հետևյալն է, առաջինը։ Ինքը կարող է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ մետր այսօրվա Հայաստանի իշխանության տակ գտնվող փաստացի տարածքից որևէ մետր չի պատրաստում առաջիկայում հանձնել։ Այս մեկ չի կարա, որովհետև Ալիևի արչև ստանձնել է պարտավորություն։ Եվ երկրորդ, այն քարտեզը, որ փակցրել է կրծքին, գոռում է իրական Հայաստան, կարող է ասել, որ այդ իրական Հայաստան տարածքից Ադրբեջանը 200 կիլոմետր քառակուսուց ավել տարածք է օկուպացրել եւ Ադրբեջանի զորքերը դուրս պետք է գան Հայաստանից։ Չի կարա ասել, ամեն օր էս հիշացնելու ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իմանան, ինքը ինչի է ուզում վերարտադրվել ու վերարտադրվում է, որ ինչ անի։ Այսօր Ժորժ ջան, կրկին հիշել է մարտի 1-ը։ 8 տարի է ու դրանից առաջ եւս 10 տարի անընդհատ մարտի 1 եկավ իշխանությանը։ 8 տարի է իշխանությանը, մի քանի անգամ ասել է գործը բացահայտված է, վсё ամեն ինչ որոշված է ու որևէ արդյունք չկա։ Գիտեք ինչի։ Որովհետև ամեն անգամ, երբ որ քննությունը շարունակվում է, դուրս են գալիս իրենց հետքի վրա։ Դրա համար էլ առաջընթաց չկա, այդ սադրիչն ու կազմակերպիչը ինքն է եղել։ Այսօր հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի։ Ռոբերտ Քոչարյանը մի հատ իր ապօրինի որոշման արդյունքում նստել է։ Հիմա իր հերթն է։ Ու ինքը նստելու է շատ երկար օրենքի ամբողջ ուժով, որովհետև ինքը դավաճանել է ժողովրդին, հայրենիքը հանձնել ու 5000 մարդու գլուխ է կերել։ Այո, մենք ամբողջ պատասխանատվության ասում ենք, որ ինքը դրա համար պատասխան է տալու։ Ժորժ ջան, այսօր նաև հայտարարել է, որ Դավիթ Իշխանյանը, դաշնակցական, գտնվում է Բաքվի բանտում եւ որևէ առաջընթաց չկա այդ ուղղությամբ, որովհետեւ ադրբեջանցիները մտածում են, եթե իրան բաց թողեն,
մի հոգի էլ ավելանալու Հայաստանում վաղը միսօր իրենց վրա հարձակվելու համար։ Սա հերթական ինքնախոստովանական ցուցմունքն է, որ Բաքվում գտնվող գերիների հարցում ինքը անմիջական մեղսակցություն ունի։ Դա Ալիև Նիկոլ Փաշինյան պայմանավորվածության արդյունքում է, որ այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։ Այսօր ինքը հրապարակային այդ ինքնախոստովանությունը արեց։ Հետևաբար պետք է այսել ամբողջությամբ հասկանանք այսօր մեր հայրենակիցները ինչի են Արցախի բանտում, նույնիսկ բանտից մի քանի օր առաջ Դավիթ Իշխանյանը կոչ արեց, ասաց Ժորժ ջան, մի վախեցեք, կամ դրսևորեք եւ պայքարեք ձեր իրավունքների համար։ Եթե Բաքվի բանտից հայ ժողովրդին նման կոչ են անում ժողովուրդ, ուրեմն մեր պայքարին նոր թափ պետք է տանք եւ այս պարտությունների, զիջումների, կորուստների շղթան միասնաբար կտրենք։ Համաձայն եք։ Միասին Ապսի 7-ին համար 17-ին